Երկար տարիների կոմպոզիտորական իմ աշխատանքը ինձ բերեց դեպի մոնոօպերաներ։ Երկար տարիների կուտակած փորձը բերեց նրան, որ ես հասկացա, որ ես պատրաստ եմ ստեղծագործել այդ ժանրում, քանի որ դա շատ պատասխանատու գործ է եւ ես տարիներ շարունակ աշխատել եմ կամերային երաժշտության, վոկալ կամերային երաժշտության մեջ եւ փորձել եմ իմ ուժերը այդտեղ, որպեսզի հմտանամ։ Մոնոօպերաների ժանրում ստեղծագործելը հեշտ չէ, որովհետեւ այնտեղ ամեն հնչյունը, ամեն ֆրազը, ամեն էմոցիա շատ կարևոր է, քանի որ դա գրվում է կամերային խմբի համար, մեկ սոլիստի համար եւ պատասխանատվությունը շատ մեծ է այդտեղ։ Եթե դու մեծ կտավի ստեղծագործություններում օրկեստր ես ներգրավում եւ սոլիստներ տարբեր եւ բեմականացում եւ այլն, ապա կամերային ժանրի հետ այլ գործ ես անում։ Ստեղծվեց Reflections մոնոօպերան, կարելի ասել մի շնչով։ Reflections-ը կնոջ ներաշխարի հուզումների մասին է։ Հետո ստեղծվեց Dialogue-ը, երկխոսություն մոնոօպերան, որը որ կնոջ եւ տղամարդու հարաբերությունների շատ ուժեղ սիրո եւ շատ մեծ խորը ապրումների մասին է։ Առաջին անգամ է երաժշտության պատմության մեջ ստեղծվում մոնոօպերա բարիտոնի համար։ Երբ ստեղծագործությունների մասին պատմեցի պարոն Դանիել Դանիելյանին, նա միանգամից հավանեց նախագիծը, ասաց, որ պիտի այո իրագործենք եւ նախարարության ֆինանսավորմամբ մենք սկսեցինք իրագործել այս նախագիծը։ Աշխարհում արվեստները զարգանում են տարբեր ուղղություններով եւ շատ արագ ռիթմերով վերջին տասնամյակներում եւ վերջին տարիներին հատկապես եւ Հայաստանում կատարողական արվեստը նույնպես պետք է համահունչ զարգանա եւ նույն քայլերով եւ նույն ռիթմով պետք է զարգանա աշխարհում գոյություն ունեցող արվեստների եւ մշակույթի ուրեմն շրջանակում։ Այստեղ մենք ունենք տարիներ ի վեր մոնոօպերա ժանրը, որը Հայաստանում կարծես թե թողնվել է մի կողմ, մոռացվել է եւ այդ ասպարեզում ոչինչ չի արվել տարիներ շարունակ։ Մեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մենք ունեցանք հրաշալի հնարավորություն, որպեսզի ֆինանսավորենք եւ աջակցենք եւ խրախուսենք այդպիսի մի հիանալի ծրագիր եւ եղավ։ Մենք այս տարի ունենք 2 նոր մոնոօպերա, որովհետեւ դա պետք է կատարվի, դա պետք է հանրահրճակվի, դա պետք է տարվի համաշխարհային բեմահարթակ եւ պետք է ներկայացվի որպես Հայաստանի ստեղծագործական ներուժ։ Մենք ունեցանք առաջարկ եւ մենք ունեցանք այդ հնարավորությունը լինելու Grammy Awards-ի long list-ի մեջ։ Ինչը որ կարծում եմ շատ կարևոր է, քանի որ առաջին գնահատականն է տրվել այս 2 օպերաներին, գնահատական մի շատ մեծ ու կարևոր երևի ամենամեծ երաժշտարվեստի մեջ Grammy Awards-ի կողմից համենայն դեպս առաջի քայլը արված է եւ ես վստահ եմ, որ միջև վերջ գնալու ենք։ Շուշան Սարգսյանը եկավ իմ դասարան արդեն ավարտած Խարկովի կոնսերվատորիան եւ պետք է ասեմ, որ բավականի հասուն երաժիշտ էր, երաժշտագետ։ Այդ առումով մեր աշխատանքը շատ հեշտ ստացվեց եւ մենք սկսեցինք աշխատել եւ համարյա ամեն օր հանդիպում էինք, աշխատում էինք տարբեր ստեղծագործությունների վրա։ Ես շատ ուրախ եմ, որ Շուշանը գրում է տարբեր ժանրերում։ Եվ էստրադային ժանրում շատ մեծ հաջողությունների է հասնում։ Ես դա շատ եմ կարևորում, որովհետև մեզանում հիմա էստրադայով չգիտես ինչու զբաղված են ավելի շատ ինքնուսները։ Իսկ այստեղ պրոֆեսիոնալ կոմպոզիտորը գրում է եւ ստանում է արդյունք։ Շատ գեղեցիկ մեղեդիներ ունի Շուշանի երգերը։ Նա այդ զգացողությունը ունի մեղեդու։ Կարողանում է ստեղծել այդ կերպարը, շունչը եւ ամբողջական կերպարը երգի
ստացվում է շատ հետաքրքիր։ Նաև աշխատում է լավագույն կատարողների հետ։ Դա էլ կարծում եմ շատ կարևոր հանգամանք է։ Շուշանի հետ մենք մի քանի ստեղծագործություն գրեցինք կամերային ժանրում եւ նույնիսկ սիմֆոնիկ ստեղծագործություն նույնպես միասին արեցինք եւ կարծում եմ նա կարողանում է բոլոր ժանրերում իրեն գտնել, որովհետև շատ նվիրված անձնավորություն է, նվիրված է իր գործին։ Դա շատ կարևոր է կոմպոզիցիայի մեջ, եթե անմնացորդ չնվիրվես, չես կարողանում արժեքներ ստեղծել։ Աշխատում է անընդհատ, օր ու գիշեր։ Ես շատ ուրախ եմ Շուշանի համար եւ ակնկալում եմ, որ հետագայում շատ մեծ հաջողությունների կհասնի։ Դաշնամուրը երկու ստեղծագործություններում էլ կատարեց շատ տաղանդավոր դաշնակահար Մարտին Շահբազյանը։ Շուշանի մասին շատ եմ լսել, բայց երբեք առիթ չի եղել միասին համագործակցելու։ Շաբաթներ առաջ պատահական զանգ ստացա իմ ընկեր շատ լավ վոկալիստ Աքսել Դավեյանից եւ ինքն էր առաջինը առաջարկ ստացել Շուշանից կոմպոզիտոր, որ այդպիսի գաղափար կա երկու օպերայի, որոնցից մեկը բարիտոնի եւ մեկը սոպրանոյի համար է, դաշնամուրի ուրեմն նվագակցողի դերը ստանձնել։ Ես միանգամից համաձայնեցի, քանի որ Աքսելի հետ շատ եմ աշխատել եւ հրաշալի վոկալիստ է։ Ոնց դրանից հետո շատ արագ Շուշանի հետ ծանոթացանք, գործը մի հաշված երևի 2-3 փորձերի ընթացքում եւ շատ արագ ձայնագրեցինք։ Սոպրանոն Թերեզա Գևորքյանը, որը ապրում էր Անգլիայում երկար տարիներ եւ ես որոշեցի, որ նա պիտի հենց երգի, նրա հետ արդեն աշխատանքի փորձ ունեինք եւ ես գիտեի նրա տեմբրը։ Զանգ ստացա Շուշանից, պատահական զանգ, ասաց, որ մոնոօպերա պետք է ներկայացնի Գրեմի, ինձ համար շատ հետաքրքիր էր, ես միանգամից համաձայնվեցի, գործը կոչվում է մտորումներ, համարում եմ, որ մոնոօպերաները հետաքրքիր արտահայտչական ձև ունեն։ Շուշանի հետ խոսեցի, ես նախ հարցրեցի ինչի մասին է ստեղծագործությունը, սկսեցի հասկանալ ամեն մի դետալը, ամեն մի միտքը, թե ինչի մասին է փորձել Շուշանը արտահայտել նոտաների մեջ։ Իսկ բարիտոնը Աքսել Դավեյանն է, շատ տաղանդավոր, որը ուներ փորձ արդեն աշխատել էր կամերային երաժշտության ոլորտում եւ մեզ այդ փորձը շատ տեղին էր եւ պետք է կա, որովհետեւ այն հնչողությունը, որը մենք ուզում էինք ստանալ, մենք կարողացանք փոխանցել իր ձայնի եւ իր փորձի միջոցով նաեւ։ Օրեր առաջ զանգ ստացա կոմպոզիտորից Շուշանից եւ առաջարկ ստացա մասնակցել այս վերջնալի պրոյեկտին, կատարել իր կողմից գրած մոնոօպերա, որը կոչվում է երկխոսություն։ Մեծ ոգևորությամբ ընդունեցի առաջարկը։ Նյութին ծանոթանալու հետ ոգևորությունը իհարկե բազմապատկվեց, որովհետև ստացված եւ հաջողված ստեղծագործություններ հենց առաջին օրվանից շատ հավանել եմ ստեղծագործությունը եւ հասկացա, որ շանսերը շատ մեծ են, որ նյութը կսիրի նաեւ հանդիսատեսի կողմից եւ ունենա մեծ հաջողություններ։ Մեծ ոգևորության պատճառներից մեկը նաեւ այն է, որ ես մինչև այս չեմ լսել օպերայում բարիտոնի համար գրված, շատ մեծ պատասխանատվություն եւ ոգևորությունը նաեւ կատարել առաջին օպերան գրված բարիտոնի համար։ Աշխատեցինք ջութակահար Էրիկ Մանուկյանի հետ, տաղանդավոր ջութակահար, որի հետ բազմից աշխատել էինք եւ ես վստահ եի, որ մենք կարող ենք ստանալ այն տեմբրը, որը մեզ պետք էր։ Շուշանի հետ արդեն երկար տարիներ է ինչ համագործակցում եմ, սկզբից էլ ստացվել է մեր համագործակցությունը, մեր երաժշտական ճաշակները համընկել է իրար հետ, մտքերը նույնն է եղել, դրա համար այսքան տարի աշխատում ենք միասին։ Ինձ թվում է մեծ հաջողությունների կհասնի Շուշանը իր մոնոօպերայով։ Ես շատ ուրախ եմ իմ փոքր մասնակցությունը ունենալով իր օպերայի մեջ։ Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր, իմ պարտիայի մեջ այդ հետաքրքիր մեխանիզմները
հետաքրքիր գույն էին տալիս ստեղծագործությանը, շատ հետաքրքիր ստեղծագործություններ հաճույքով ձայնագրվեցի։ Ապեմ ապի չի աշխատում։ Հավաքում ես հետո ոնց հետո անմիջապես ներկայացրեցինք երկու ստեղծագործություններն էլ գրեմի մրցույթին եւ այս պահին արդեն ունենք շատ լավ նորություններ, շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ երկու ստեղծագործություններն էլ ընդգրկվեցին գրեմիի լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգում, որը շատ մեծ իրադարձություն է թե ինձ համար, թե մեր համար, մեր կոմպոզիտորական դպրոցի համար, քանի որ նման հարթակներում ներկայացնել մեր երաժշտությունը այս ձևաչափով շատ պարտավորեցնող է եւ շատ կարեւոր մեր կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացման եւ ներկայացման հանրահռչակման համար։ Այս նախագծի շրջանակներում ես աշխատել եմ հիանալի պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկիի հետ, որը ապրում է բազմաթիվ տարիներ Միացյալ Նահանգներում եւ շատ լավ ծանոթ էր գրեմիի մրցանակաբաշխությանը եւ բնականաբար նրա փորձը շատ պետք եկավ եւ նա ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա որպես պրոդյուսեր կայացնել այս ստեղծագործությունները գրեմիի մրցանակաբաշխությանը։ Բարով իմ անունը Yuri E. One day I asked a friend of mine from Yerevan, do you like my good Armenian without any accent? And he responded to me, Yuri, I love your good accent without any Armenian. You know what? I will not spoil Armenian language, beautiful Armenian language, with my accent, and I will continue in English. Today, I'm very honored to tell you that I'm producer of Shushan's project. Shushan created two mono operas, Reflections and Dialogue. Both of them beautiful compositions. You know what? Probably you are interested to find out why I picked this project as a founder of AFL Music. And I should come back to May 2025. I received a call from my friend Dmitry Zakon, who is also musical producer. And he told me that he just finishing in Paris recording of Shushan's song. He also told me that Shushan started composing two mono operas, and she asked him to record these mono operas and submit it to Grammy. But he's very busy with a huge project, which is actually bringing Jennifer Lopez to Kazakhstan, Yerevan, and Uzbekistan. And he just don't have time to help Shushan. So he asked me to help Shushan. That was the first argument for me to consider this project. The second argument was that FL Music main direction is to produce and help the young and not young talented composers and performers to release and perform and record the project in progressive rock, in classical music and hard rock music. Shushan created two mono operas in the category contemporary classical music. So that was the second argument to accept this project for IFL Music. And the third one was just first conversation with Shushan. So just 15 minutes of conversation over the phone with her showed me that she is very passionate person. She likes what she's doing, and she wanna reveal what she's doing to the people, to the international audience. By the way, I called her Shushan, not Shushan and the last name, only because of one reason, because Shushan, it's amazing nickname for appeals to international audience. So that was the three reasons why I picked this project for FL Music, and now I could tell we recorded, we did it, we submitted to Grammy, and I hope Shushan will be nominated for Grammy. But maybe she will receive the Grammy Award. And at the end of my short speech, I could tell you that Shushan is a very disciplined person. So just before the recording, the first recording, I told her, Shushan, break a leg. And you know what? She physically broken her leg. And you know what? She did a heroic efforts
during all of the recording, she was with the broken leg. And it's a really, really good example that she's very passionate about what she's doing. So Shushan, break your leg, but don't break your leg anymore.